Հələ գնացեք, բացեք ինտերնետով նայեք, ինչքան վտար։ Շանը չխեցին 3 ավտոյի տակ ստեղ։ Գյումրու Գերցենի փողոցում հերթական վթարն է տեղի ունեցել։ Վերջին տարիներին այս թաղի բնակիչները նման պատահարների հաճախ են ականատես լինում։ Ասում են վարորդները սահմանված արագությունը գերազանցում են այն փողոցում, որտեղ չկան արհեստական անհարթություն, արագաչափ լուսացույցեր։ Այս փողոցն ասֆալտապատվել է 2019 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր երթևեկության կանոնների խախտումներն այս փողոցում սովորական է դարձել։ Միրիկուն արեք, կանեք, տարեք ինչ կադարվի ստեղ։ Գոնկակ են ավտոները, իրար հետ բրցում կմնի։ Գերցեն փողոցում նաև դպրոց կա, բնակիչները մտահոգ են հատկապես անցուդարձանող երեխաների համար։ Երեխա կանցնին ստեղ, ամեն ինչ է կանցնին։ Լեժաշի պալիցեսկի դերեք, այս փողոցը կարգավորվի։ Չէ, չի կարգավոր, կամ այստեղ երեխա դիգնի ավտոյի տակ նոր կարգավորեք։ Հերթական վթարից հետո բնակիչներն իրենց ձայնն են բարձրացնում, հույս հայտնելով, որ պատկան մարմինները անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն։ Մեր բոլոր թաղի, այստեղ կային այդ բոլորի կողմից ես եմ խնդրում եմ արագաչափ բերեք, դրեք ստեղ։ Ուղղակի եմ խնդրում, ուրիշ բան չեք, կամ լիժաշի պալիցը, մի բան արեք ստեղ։ Գյումրու համայնքապետարանից այսօր լրատվականին փոխանցեցին, որ խնդրի լուծման շուրջ աշխատանքներ արդեն տարվում են։ Հարցը պետք է լուծել ճանապարհային դեպարտամենտի հետ։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Հոկտեմբերի 18-ին Արթիկ համայնքի Նորկյանք բնակավայրում տեղի կունենա Ղափամա փառատոնը։ Այն իրականացվում է Արագացովի տեղական ակտիվ խմբի ջանքերով եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի եւ Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման հիմնադրամի Լիտվոշիրակ ծրագրի աջակցությամբ։ Սա Արագացովի տեղական ակտիվ խմբի այս տարվա երկրորդ փառատոնն է, նշում է Նելի Վարդանյանը։ Արագացովի տախը կարևորում է համայնքային կյանքի ակտիվացումը նաեւ մշակութային ուղղություններով, այդ պատճառով արդեն երկրորդ տարին անընդմեջ իրականացնում ենք փառատոններ։ Այս տարի երկրորդ փառատոնն է սա, առաջինը 7 քար խաղերի փառատոնն էր, որ իրականացվում էր Ավստրիական զարգացման գործակալության եւ Արթիկի համայնքապետարանի ֆինանսավորմամբ։ Սա մեր երկրորդ փառատոնն է ու առաջին համագործակցությունը էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ։ Գյուղի կյանքն էլ նման է Ղափամային, այսինքն այնտեղ կարող ես տեսնել տարբեր համեր, որտեղ ունես ստեղծագործելու տեղ, որովհետեւ ինչպես ցանկացած ուտես, այնպես էլ գյուղը դու կարող ես իրան տարբեր ձևերով ներկայացնել ու դրա համար էլ մեր փառատոնի անունը ոչ թե Ղափամայի փառատոն է, այլ Ղափամա փառատոն է, որտեղ դուք տեսնելու եք ոչ միայն ազգային սնունդ, այդ թվում Ղափամա, այլև տեսնելու եք տարբեր մարդկանց ներկայացվածություն։ Ներգրավել ենք միանգամից 2 բենդերի, ովքեր պիտի ելույթ ունենան գյուղում, ունենալու ենք բարային բեմադրություններ, հրաշք եւ մասուն կավանդական բարի խմբերին ենք հյուրընկալում։ Ներկայացված է լինելու Արլակ ազգային ցանցը, ներկայացված է լինելու Լորիում եւ Տավուշում մեր տեղական ակտիվ խմբերը, ու որ շատ կարևոր է Շիրակի մարզի տեղական ակտիվ խմբերը հանդես են գալու իրենց բիզնես կոմպոնենտով։ Բոլորից սպասում ենք մեր փառատոնին հոկտեմբերի 18-ին ժամը 12:00-ին Շիրակի մարզի Նորկյանք գյուղում։ Ջազ ապրելակերպը ամենաբարի երաժշտությունն է աշխարհի։ 6-րդ անգամ իրականություն է դառնում ամենամասշտաբային ջազային փառատոնը։ Համաշխարհայինից մինչև հայկական ջազ քաղաքի բակ ունեցող թանգարաններում 4 օր Գյումրին ջազ լսեց ու վերստին ապացուցեց։ Բացի նրանից, որ գուսանների ու աշուղների քաղաք է, դառել է նաև ջազային քաղաք։ Մանուկյան ընկերությունն այս տարի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ իրականացրեց Հայաթ ջազ փառատոնը։ Առաջին կանգառը Գյումրու ժողովրդական ճարտարապետության ու քաղաքային կենցաղի թանգարանում էր։ Բացումն իհարկե ավագ ջազմենը պիտի աներ։ Գյումրին միշտ էլ ջազային փառատոններին եւ ընդհանրապես ջազային համերգներին շատ լուրջ է վերաբերվում։ Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի կողքին այս փառատոնին մշտապես ներկա ընկերներն են։ Բազմիցս նվագել ենք Գյումրիում եւ միշտ շատ հաճելի հիշողությունները եւ միշտ շատ հաճույքով ենք նվագել։ Այդ ջերմությունը, այս արևը, այս ամեն ինչը փոխանցել մեր սիրելի հանդիսատեսին։ Զիտողցյանների բակում բեմիներ նաև Սոնա Շիրոյանը հայ ու բրազիլ ջազով։ Բոլոր երաժշտասերների համար շատ լավ միջոցառում է, ուզում եմ, որ միշտ շարունակական լինի։ Գողտրիկ ու կոլորիտային հայատներում մշակույթների մեկտեղում էր։ Սա նաև երաժշտական եւ թանգարանային արվեստի հետաքրքիր միաձուլում է,
մարդիկ, ովքեր լինում են թանգարանում, լսում են ջազ երաժշտություն եւ ովքեր ջազասեր են, կարող են բացահայտել նաեւ թանգարանային միջավայրը։ Ավելի նպաստում են, որ մեր երիտասարդությունը նաեւ գնահատի ջազ երաժշտությունը եւ իր առօրյայում ինչ որ տեղ հատկացնի նաեւ ջազային կատարումներին։ Լսարանը այսօր իսկ հավաստում է այն մասին, որ այն կայացած է։ Կայացած է արդեն շարունակական բնույթ ունենալու։ Ջազը մեզ շատ հոգեհարազատ է։ Երկրորդ օրը ջազը Ավետիք Իսահակյանի հուշատուն թանգարանի բակում էր։ Գյումրի գալուց շատ հետաքրքիր է, շատ կայֆ է։ Հեղինակային ստեղծագործություններով Գյումրի էր եկել Կարեն Մամիկոնյան բենդը, Արևոտ Հայաթում մարդաշատ հանդիսատեսով հանուն ջազ երաժշտարվեստի երկարակեցության։ Դա մշակույթի կյանք տալն է, երկարացնելը կյանքը ու կա այնքան բան, որ պետք չի ճոխացնել։ Զուսպը որակել է հայկական ջազը, իսկ այս նախաձեռնությունը հենց այդ որակի հանրահռչակմանն է ուղղված նաև։ Ջազը աշխարհընկալում է, ջազը ժամանակի շունչն է, այնպես որ ես անչափ շնորհակալ եմ մեր Մանուկյան ընկերությանը, երաժիշտ հասարակության ներկայությունը, մտավորականության, վկայում է հենց դրա մասին, որ այո, գյումրեցին սիրում է ջազ երաժշտություն եւ գնահատում է։ Գյումրու սպասված փառատոնը զբոսաշրջային այցեքարտ է քաղաքի համար։ Այս հարցում Մանուկյան ընկերությունը հաջողում է, զբոսաշրջության կոմիտեն էլ առաջարկում Գյումրու ջազ փառատոնը տանել նաև մարզեր։ Այս փառատոնը հենց համապատասխանում է մեր պատմամշակութային ամենամեծ ներուժ ունեցող ուղղությանը։ Գյումրիի ջազ փառատոնը, ինչու՞ չէ, ինչու չիրականացնենք Վայոց ձորում կամ Սյունիքում։ Հովհաննես Շիրազի հուշատուն թանգարանում էթնոջազ էր լսում հանդիսատեսը Միքայել Ոսկանյանն եւ ընկերներ բենդի կատարմամբ։ Շատ ուրախ եմ, որ կրկին այսպես վերաթողարկվում է հրաշալի գաղափարը հայոց ջազը։ Թարմ ու ջազը մեքենչունային աշխարհում նոր երաժշտական մտածողություն է ստեղծում եւ ինչպես բեմերում, այնպես էլ այս բակում գտնում իր հանդիսատեսին։ Բարի ջազային ընկնդրում։ Փառատոնի վերջին ակորդը հնչեց Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբից։ Ցանկությունս է նա, որ հնարավորություն է օգնություն է բոլոր կողմերից հնարավորինս շատ լինի, որ sense բաները ավելի կայուն շարունակական լինեն։ Սոնա Գյուլխասյան եւ Ռաֆայել Պետրոսյան տրիոն հեղինակային ու ավանդական ջազեր բերել պատկերասրահ, փոքրին սառնաշունչ երեկոյին հաղորդել ջազի ջերմությունն ու իր մարտաշատությամբ ապացուցել, որ ջազ լսելու առիթը բաց թողնել պետք չէ։ Խոսք է գալիս, որ այս տարի ջազը երբ է լինելու եւ այս անգամ էլ մեծ ոգևորությամբ մի քանի օր շարունակ բոլոր գյումրեցիները եւ ոչ միայն գյումրեցիները մասնակցություն ունեցան փառատոնին։ Հայոց ջազ նախագիծը Գյումրիում առաջին անգամ իրականացվել է 2017 թվականին, արդեն 6-րդ անգամ իրականացնելով կազմակերպիչները վստահ են հայոց ջազում ջազը բակում կլինի նաև հաջորդ տարի։ Ունեմ ներքին վստահություն, որ հայոց ջազը սիրված է գյումրեցի հանդիսականի եւ ոչ միայն գյումրեցի հանդիսականի համար, ինչը տալիս է երաշխիքներ, որ շարունակելու ենք եւ հանդիպելու ենք նաև հաջորդ տարի Գյումրու ջազային բակերում վայելելու ջազային մարզային ամենամեծ փառատոնը։ Տարիներ շարունակ մշակութային երկխոսությունն ապահովելով այսօր կարող են ընդգծել հայոց ջազի գլխավոր ձեռքբերումը։ Ամենամեծ ձեռքբերումը հավատարիմ ունկնդիրն է եւ այն արտիստական կազմը, որն ավանդաբար մեզ հետ է։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսիական Ալան-Թվային առողջապահության համակարգի հիմնադիր Ժան-Շարլ Սամուելյանին եւ Flagship Pioneering ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Վարչապետը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ նշել, որ կառավարությունն աստիճանաբար մոտենում է առողջապահության ապահովագրության համակարգի ներդրմանը։ Կարևորելով առողջապահության ոլորտում համապարփակ բարեփոխումները, Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ապահովագրության համակարգի ներդրումը կունենա առանցքային նշանակություն ինչպես ոլորտի, այնպես էլ համար։ Ժան-Շարլ Սամուելյանը ներկայացրել է Ալան-Թվային առողջապահության համակարգի գործունեությունը, հնարավորություններն ու առավելությունները, որոնք միտված են ոլորտի թվայնացմանը, մատուցվող ծառայությունների դյուրացմանն ու բարելավմանը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է առողջապահական ոլորտի լիարժեք թվայնացումն ու ծառայությունների արդյունավետության բարձրացումը։ Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Վարչապետն առաջարկել է շարունակել երկխոսությունը առողջապահության նախարարության հետ փոխգործակցության ուղիները հստակեցնելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրեն Մայքլ Միլլերի հետ։ Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԱՄՆ գործընկերության շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանական բարեփոխումների աջակցության նպատակով իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր։ Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել նոր նախաձեռնությունների վերաբերյալ։ Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվել է գործարար բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստը։ Դատական նիստը մեկնարկել էր 3 հոկտեմբերի 14-ին աշխատանքային օրվա ավարտին եւ մոտ 8 ժամ անց գիշերը հետաձգվել։ Ինչպես հոկտեմբերի 14-ին, այնպես էլ հոկտեմբերի 15-ին բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են դատարանի բակում իրենց աջակցությունը հայտնելու ազգային բարերարին։ Ես չզգացի, ոնց որ ինձ բարձրացնեին, ոտերս կտրեին ու միանգամից խփեին կետին։ Արդեն ես էլ զգացի այդ ոսկորների բանը կոտրվել է, այդ ձայնաղարջոցները։ Թե ինչ կատարվեց վայրկյանների ընթացքում չհասցրեց հասկանալ տիկին Սուսաննան։ Միայն հիշում է, որ կենտրոնացրել է բոլոր ուժերը տնեցիներին իմաց տալու պատահածի մասին։ Րոպեներ անց արդեն Արմավիրի բժշկական կենտրոնում էր։ Եկան բերեցին ստեղ, նկարեցին, ռենտգեն արեցին, սրտի էխո արեցին, ամեն ինչ նախապատրաստեցին արդեն վիրահատության համար։ Կնոջ մոտ խոշոր խողովակավոր ոսկրի կոտրվածք է, որը կատարվել է էքստրենի, այսինքն էքստրենի եղանակով ընդունվելուց ժամեր անց կատարվել է ազդրոսկրի ֆիքսացիա ներոսկրածուցային մեխով եւ պտուտակներով։ Գերժամանակակից մեթոդով արված վիրահատության արդյունքում կինը նույն օրը սկսել է քայլել։ Այս վիրահատությունը մարզային բժշկական կենտրոնում իրականացնելը հնարավոր է դարձել ԵՕՊ վերջին սերնդի սարքավորման շնորհիվ։ Արդեն 2 տարի է, ինչ կենտրոնն ունի այս եւ այլ գերժամանակակից սարքավորումներ վնասվածքաբանական վիրահատություններ իրականացնելու համար։ Ունենք նորագույն սարքավորումներ, նորագույն գործիքներ, որոնցով առանց դրանց առկայության կարելի ասել մեր վիրահատությունները անհնար են։ Արմավիրի բժշկական կենտրոնի 4 վիրասրահներից մեկը առանձնացված է հատուկ վնասվածքաբանական վիրահատություններ կատարելու համար։ Այստեղ շաբաթական առնվազն 6 վիրահատություն է իրականացվում։ Միշտ իմ նպատակը, իմ երազանքը նա եղել, որ մեր բուժառուները բուժվեն մեր հիվանդանոցին եւ դրա համար պետք է արվի մաքսիմալը, որը մենք այսօր անենք։ Այսօր հնարավորությունը տրվել է մարզային բժշկին, որպեսզի մարզային բժիշկը կարողանա իր ողջ պոտենցիալը ցույց տալ։ Արդյունքում պացիենտները իրենց բժիշկների մասին այսպես են խոսում. Հաջող է անցել, գոհ եմ բժիշկներից, շատ հոգատար։ Բոլորն էլ հոգատար են։ Բոլորը միանշանակ։ Այս պահի դրությամբ շատ լավ է, վերքերը հանգիստ են, մենք արդեն պատրաստում ենք հիվանդին դուրս գրելու, մնացած բուժումը շարունակելու է տան պայմաններում։ Նախկինում վիրահատություններ, սուրճ բան չես խմել։ Դա նորմալ է։ Всё, հանգստանալու բան չկա։ Այս տղամարդը հիմա է պատրաստվում վիրահատության, ամրակն է կոտրվել։ Տրամադրությունը շատ լավ է, ոչ մի կասկած չունի։ Վիրահատությունն ամբողջովին իրականացվում է պետական պատվերով, հատկապես վնասվածքաբանության բաժնում, որտեղ ավելի հաճախ անհետաձգելի բուժօգնության կարիք է լինում, այն դեպքերի գերակշռող մասով տրամադրվում է պետական պատվերով կամ համավճարով։ Կյանքը սիրելու արվեստ է։ Ռոբերտի կյանքը այսպես կարելի է կոչել։ Ռոբերտի օրը մի փոքր տարբերվում է ուրիշների օրերից։ Լուսաբացներն ուրիշ են, կենցաղն ուրիշ է, բայց կյանքը նույնն է, չէ, ասում է Ռոբը։ Զինվորի տանը նրան Ռոբ են կոչում։ Ռուսաստանից եկած, այստեղ բուժվող մեր ժպտերես բուժառուն է։
Merci, Jean. Merci. Այսպես, թերապիայի ընթացքում ամեն շարժումից հետո շնորհակալ բուժարուն իր գոհունակությունն է հայտնում։ Երբեք ոչ ոքի մտքով չէր անցնի, թե ինչ վնասվածք ունի Ռոբը, ժպիտը, հումորը, ամեն ինչ կյանքը սիրելու մասին է։ Ես ծնվել եմ Լեննագան, բայց 7-8 տարեկանից ես ընտանիքով գնացել եմ Ռուսաստան։ Պարանոցի կոտրվածք բարդ դեպքերից է։ 17 տարեկանից հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխվող տղան ուզում է օրինակ ծառայել ուրիշների համար։ Սայլակին հայտնված մարդկանց համար, որ տնից դուրս գալ չեն ուզում, ապրել չեն ուզում, կյանքը չեն սիրում։ Մարդիկան որ դուրս չեն ելնի, պրոստը կմտածեն որ սաղ իրանց կնայեն։ Ես պրոստը գիտեմ որ ես յանա ես կնայի։ Հետաքրքիր է, որ մարդիկ դուրս չեն ելնի, ռեդկը կայլացկով մարկանց կտեսնի ու հետաքրքիր է նայելը։ Ես որ կենիմ գիտեմ որ ընձիպի նայեմ, սո թարապսա։ Չես ներվում դրանից։ Չէ։ Չէ, իմ դուրս դաժե մեկ կուկա երեխեքը ամենալավն են, երեխեքը անդադ նայինգը, ես է իրանց մինչև վերջ պեսնա նայիմգը։ Երկու մոմենտ կա, если честно, կրնա, например, իմ մոդաս, մեկ հարմար չև ցելեմ դուս ելնելը, հարմարություն է չկա, տեղ չկա ելնելու, ու որ ելնիս, ինչ-որ շատ մարդ պետք է բան խնդրես, որ քեզի դուս հանի, Ադորի էսից դու ինչ-որ չուզենաս արդեն ելնիս։ Կյանքին ուղված բոլոր հարց ու պատասխանները ինքն իր մեջ է գտնում։ Այսպես է ստացվել։ Ես ինձ ընդունել եմ այսպիսին։ Սո, համի կայլասկով ես, ինչ որ կա ադորի դաշխատի, պետք է լացանին։ Համի սպես ես։ Ամեն ինչ տեղի ունեցավ շատ պատահաբար։ Ընկերների հետ ժամանցի էին գնացել, ջրամբար կար։ Բոլորովին չէր պլանավորել լողալ։ Ջուրն եմ թռե խորը չէր։ Անմիջապես հիվանդանոց են հասցրել, վիրահատել։ Ու հենց այդտեղն է, ես արդեն սկսեցի առաջի ռեաբիլիտացիայի կուրսը։ Առաջին անգամ Ռոբը զինվորի տուն է եկել 2019-ին։ Անձնակազմի հետ շփումները կողքից նման են ընտանիքի անդամների կամ ընկերների հետ շփման։ Շատ լավ է ստեղ։ Համ պալատները, համ ուտելիքը, համ մարդիկ շատ լավ է սարքած։ Բուժումն էլ է շատ լավ։ Էրգոթերապևտը շատ լավն է, շատ դուրս կա։ Ես ռես ոդից հետ խնդիրներ ունեի, դժվար էր կագնելը, որովհետև վերքեր էի ստացել, դորեսից քիչ մգաններս փակվան։ Ես ամսվա մեջ արդեն լավ բացեցինք ոտս։ Սոցիալական ցանցերի իր էջերում հումորային կոնտենտ է առաջարկում, իսկապես շատ սուր հումոր ունի, բայց հումորի ետևում տղայի լուրջ գաղափարներն են, լուրջ հայացքները։ Մտածելակերպ է ուզում փոխել։ Ուզում է, որ մարդիկ ավելի շատ իմանան հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, անհարմարությունների մասին, որ չզարմանան, այդպես չնայեն։ Ես ինչ-որ իմ ընկերներից մեջը պրոսվիտիտ եղնիմ։ Իրանց մտածելակերպի մեջ ես 100% փոխել եմ։ Կյանքի իմաստն ու հմայքը շատ պարզ բաների մեջ է գտել, պարզ, մարդասիրական։ Դուս ելնիմ, մե մարդուն պրոստը օգնեմ, չորը դիգարտեն կյանքի իմաստը եմ։ Մորս կսիրեմ, աղբորս կսիրեմ, ընտանիքիս կսիրեմ, ես ընձիկը սիրեմ, այդ կոմով հետև է, если честно։ Ընձի ես իմ ինչ բան պետք չէ, որ ես ուրախ եմ։ Ես ընձի լավ կզեմ։ Մոսկվան այժմ էլ պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրման համար, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Հայաստանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ դիվանագետը նշել է, որ Մոսկվան առանձնահատուկ նշանակություն է տալիս երկու երկրի հարաբերությունների կարգավորմանը։ Ակնհայտ է, որ բոլոր ծրագրերը գործնականում իրականացնելու համար դեռևս զգալի աշխատանք է պետք, պատրաստ ենք Երևանին եւ Բաքվին անհրաժեշտ աջակցություն տրամադրել մնացած տարաձայնությունները հաղթահարելու համար, այդ թվում հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները, շարունակել է Գալուզինը։ Նրա խոսքով Ռուսաստանը նշանակալի եւ արդյունավետ դեր է խաղացել Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության գործընթացում։ Փոխարտգործնախարարը նաեւ գոհունակություն է հայտնել Երևանի եւ Անկարայի միջև երկխոսության ակտիվացման կապակցությամբ։ Գալուզինի խոսքով այդ գործընթացը սկիզբ է առել Մոսկվայի աջակցությամբ։ Հանդես ենք գալիս կողմերի միջև հնարավորինս արագ հաշտեցմանը եւ պատրաստ ենք աջակցել մեր հայ եւ թուրք գործընկերների
ջանքերին եզրափակել է պաշտոնյան։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մեկնարկում է Գազայի հատվածում խաղաղության ծրագրի երկրորդ փուլը։ ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ Համասի գերեվարած բոլոր պատանդներն ազատ են արձակվել, սակայն ոչ բոլոր զոհված գերիների մարմիններն են վերադարձվել Իսրայելին։ Սպիտակ տան ղեկավարը պահանջել է Համասից հավատարիմ մնալ հրադադարի համաձայնագրին։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ պաղեստինյան շարժումը Կարմիր խաչի միջոցով փոխանցել է իսրայելցի ևս 4 պատանդի մարմին։ Իսրայելի վարչապետը հույս է հայտնել, որ Գազայում կարգավորման Թրամփի ծրագիրը հնարավոր կլինի կյանքի կոչել խաղաղ ճանապարհով։ Բենյամին Նեթանյահուն պահանջել է Համասից հանձնել զենքերը եւ ապառազմականացվել, հակառակ դեպքում նրա ձևակերպմամբ դժոխք կտիրի։ Դոնալդ Թրամփը եւս սպառնացել է Համասին, եթե ինքնակամ չզինաթափվեն, ամերիկյան կողմը կստիպի դա անել։ Մինչդեռ պաղեստինյան շարժումը բացառում է նման հեռանկարը, Համասից հայտարարում են չեն զինաթափվելու, բայց կարող են ինտեգրվել պաղեստինյան ապագա բանակին։ Աֆղանստանի եւ Պակիստանի միջև վերսկսվել են բախումները, հայտնում են աֆղանական ԶԼՄ-ները։ Սահմանին պայթյուններ են լսվել, տեղացիների խոսքով բախումները սկսվել են վաղ առավոտյան, երբ պակիստանյան ուժերը ծանր զինտեխնիկայով կրակ են բացել Ղանդահար նահանգի հարակից տարածքների ուղղությամբ, ինչին թալիբները պատասխանել են։ Քաբուլից հայտնել են, որ սահմանային հրետակոծության հետևանքով Աֆղանստանում զոհվել է առնվազն 12 մարդ, 100 խաղաղ բնակիչ վիրավորվել է։ Թալիբների տվյալով մարտերում մեծ թվով պակիստանցի զինվորականներ են սպանվել։ Երկու երկրի հարաբերությունները կրկին սրվել են օրեր առաջ։ Պակիստանը մեղադրում է թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Թալիբներն էլ հորդորում են Պակիստանին խաղեր չխաղալ Աֆղանստանի հետ, ընդգծելով ցանկանում են լավ հարաբերություններ ունենալ Իսլամաբադի հետ, բայց այդ ցանկությունը չի կարող միակողմանի լինել։ Ֆրանսիական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էմանուել Մակրոնը որոշել է ցրել խորհրդարանը, եթե վերջին շաբաթներին վարչապետի պաշտոնում արդեն երկրորդ անգամ նշանակված Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը օրենսդիրները նորից անվստահություն հայտնեն։ Մակրոնը նշել է, որ կառավարությանը անվստահություն հայտնելու առաջարկ են ներկայացրել ծայրահեղ աճ եւ ծայրահեղ ձախ կուսակցությունները։ Խորհրդարանը ցրելու դեպքում հանրապետությունում պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն, ինչի հետևանքով ըստ փորձագետների խորհրդարանական մեծամասնությունը կարող է փոխվել։ Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի պատճառ է դարձել 2026 թվականի բյուջեի նախագիծը, որի շուրջ չի հաջողվում համաձայնության հասնել։ Նաև երկրում սեպտեմբերի 18-ից զանգվածային ցույցեր են սկսվել։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել նախորդ կառավարության ֆինանսական նախաձեռնությունները, ավելացնել հանրային ծառայությունների համար նախատեսված ծախսերը, մեծացնել հարուստների համար հարկերը եւ չբարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Այս ֆոնին նորանշանակ վարչապետ Սեբաստիան Լեկորնյուն հայտնել է, որ խորհրդարանին կառաջարկի կասեցնել 2023 թվականի կենսաթոշակային բարեփոխումները առնվազն մինչև 2027-ին նախատեսված նախագահի ընտրությունները։ Հայաստանում վերջին շրջանում նկատվում է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում, որոշ դեպքերում հասնելով մինչև 50%-ի։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով հանրապետությունում գնաճը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3,7% է, սննդամթերքինը 5,8%։ Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի, Կենտրոնական բանկն է ընտրում տվյալ տարվա գնաճային թիրախը։ Անցած տարի մենք ունեինք բավականին ցածր գնաճ, մինչև 1%-ից ցածր գնաճ։ Կենտրոնական բանկը դա հաշվի առնելով փորձում է այսպես որոշակի գնաճի մակարդակը ամենայնիվ ապահովել այս տարի։ Գնաճի մակարդակի ապահովումը թույլ է տալիս նաև կառավարությանը լրացուցիչ մուտքեր ապահովել պետական բյուջե, այսինքն բարձր գնաճի դեպքում ավելի շատ հարկային մուտքեր ա լինում պետական բյուջե։ Այս ամենը անշուշտ իր ազդեցություն է թողել մեր շուկայի վրա։ Հայաստանը բավականին խոցելի է բարենային անվտանգության մասով։ Բացի այդ, Հայաստանում ամեն 4-րդ ընտանիքը կամ ամեն 4-րդ մարդը աղքատ է եւ այս պայմաններում բարենային ապրանքների գնաճը ուղղակի ազդեցություն է թողնում մարդկանց կենսամակարդակի վրա։ Իսկ սննդամթերքի 5,8% գնաճը անշուշտ իր բացասական ազդեցություն է թողնում։ Թանկացումները պայմանավորվում են ոչ միայն ներքին շուկայում տիրող իրավիճակով, այլև դրամի փոխարժեքի անկմամբ, որը մեծ ազդեցություն է ունենում ներմուծվող ապրանքների գների վրա։ Տնտեսագետի խոսքով գնաճը կանխատեսելի, բայց կարգավորվող եւ վերահսկելի երևույթ պետք է լինի։ Գնաճային այս ֆոնը մինչև տարվա վերջ կպահպանվի, քանի որ լրացուցիչ հարկային մուտքեր պետք է ապահովվեն։ Օրինակ, վարունգի գնաճը կազմում է 5,8%, սմբուկինը 26,2%։ Այս գնաճի ֆոնին, երբ որ թոշակներն ու նպաստները այս տարի մնացել են նույն մակարդակի վրա, սա բացասական ազդեցություն թողնում մարդկանց կենսամակարդակի վրա, այսինքն մարդիկ իրենց անցած տարվա թոշակներով, աշխատավարձերով, հատկապես պետական սեկտորի
թվում ավելի շատ ապրանքներ կկարողանային ձեռք բերել, քան այս տարվա աշխատավարձերով հաշվի առնելով գնաճը։ Միջին աշխատավարձով եւ զբաղվածության ցուցանիշներով պայմանավորված Սյունիքի մարզը հանրապետությունում համարվում է ամենաբարեկեցիկ տարածաշրջանը։ Այստեղ աղքատության ցուցանիշը զգալիորեն ավելի ցածր է, քան մայրաքաղաքում։ Նույնիսկ այս պայմաններում թանկացումներն անխուսափելի են, ասում են բնակիչներն ու հավելում՝ թանկ է կյանքը Հայաստանում։ Մի քիչ չի թանկացել, ընդհանրապես թանկացել է 50%-ով։ Մի տարին կարտոֆիլը 150 էր, հիմա 250 ամենակիչը, ասենք քանի տոկոս է կազմում։ Ընդհանուր ամեն ինչը, թոշակներն են մնացել են նույնը։ Թոշակով ոչ կարա շուկա գնաս, ոչ կարա խանութ գնաս։ Շատ է դժվար։ Դեղցը ուզում եմ ուտեմ, չեմ կարողացել առնեմ, փողոց չի երիկել։ Ինչ որ այն չորնի սլիվան չեմ կարողացել առնեմ։ Շատ է թանկ։ 1000 քանի դրամ է կիլոն։ Ոնց առնեմ, ինչով առնեմ։ Թանկացել են, դե ինչև թանկանավը ձեր թայս մեկնա առնում եմ տանը քնացնում, որ թանկացած ժամանակ ձերս փող չի լինում, լինի տանը։ Դեք ես աշխատում եմ, կարող է ինձ համար լավ է, բայց մյուսի համար դժվար է։ Մինիմալ էլի մի 7000 դրամ, միջև 10000 դրամ պետք է, որ նորմալ գնումներ կատարի մարդ։ Դեսպային ամիք շպանջարեղենն է, պամիդոր լոլիկն է, վարունգն է։ Դե կարգավորվի, այդ գնեն է կարգավորվի, մեկ ինչ դեսպային քչացել է, ապրանքը դրա համար է թանկանում, բայց մեկ ինչ որ շատանում է շուկայում, արդեն ինքնից էժանում։ Եթե ժողովուրդը ասենք կապված առնելու չառնելու խնդիրին, եթե մարդուն բանապետ, ինքը իշքան է թանկ լինի, ինքը առնելու է։ Աղքատության ցուցանիշները, օրինակ Սյունիքի մարզը ամենալավ մարզն է, ամենաբարեկեցիկ մարզն է համարվում։ Այստեղ աղքատությունը 7% է Սյունիքի մարզում։ Այն դեպքում, որ օրինակ Սյունիքի հանրապետությունում 24% է, իսկ Երևանում 15%, այսինքն դու Սյունիքին Երևանցիներից ավելի լավ են ապրում։ Երբ որ ձեր բարձր աշխատավարձերի պայման, օրինակ ձեր մոտ ամենաբարձրն է աշխատավարձերը մարզերի Երևան, դուք պետք է զգում եք, պատկերացեք մնացած մարզերում ու Երևանում ինչպես են դարձնում։ Գավառի Գրիշա Ափրոյանի անվան մարզադպրոցում տոնական բարձր տրամադրությամբ դիմավորում են պարածանրամարտիկ Արտյոմ Մուխսյանին։ Նա վերադառնում է Եգիպտոսի Կահիրե քաղաքից, որտեղ անցած շաբաթ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է պարածանրամարտի աշխարհի առաջնությանը եւ արծաթե մեդալակիր դարձել։ Մասնակցում էին 67 երկիր, ուժեղները կային, շատ էին, լավ էր, որ երկրորդ տեղ գրավեցինք, այդքանի միջից շատ բարդ էր։ Պարածանրամարտի աշխարհի առաջնությանը Արտյոմը հանդես է եկել 65 կիլոգրամ քաշային կարգում եւ ձգում պարկած դիրքով վարժությամբ բարձրացրած քաշի եւ մոտեցումների հանրագումարի արդյունքում նվաճել արծաթե մեդալ։ Մեր համար շատ կարևոր է Գավառ քաղաքը միջազգային հարթակներում Արտյոմի պես մարզիկները, որ բարձր են պահում Գավառ անունը եւ Արտյոմի դեպքում մենք միշտ աջակցել ենք եւ միշտ իր կողքին կլինենք։ Միջազգային մրցասպարեզում սա Արտյոմի երկրորդ ձեռքբերումն է։ Այս տարվա մայիսին Վրաստանի Թբիլիսի քաղաքում նա մասնակցեց աշխարհի գավաթի 2025 թվականի առաջնությանը եւ ոսկե մեդալակիր դարձավ։ Մարզիկի հաջողությունների գործում մեծ ներդրում ունեն մարզիչ Ժորա Հովանեսյանը, ընտանիքն ու բոլոր այն մարդիկ, ովքեր աջակցում եւ ողջևորում են նրան։ Մեծ հպարտություն եմ ապրում, որին որդին միջազգային մրցույթում հաջողություններ է ունեցել։ Եգիպտոսում հանդես գալու հարցում մեզ օգնեց Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, որի համար շատ շնորհակալ ենք։ Շնորհակալություն եմ այդում իմ մարզչից Ժորա Հովանեսյանին, որ ջանքեր չխնայեց իմ համար, հասցրեց նոր բարձունքների։ Նաև շնորհակալություն եմ այդում Գավառի համայնքապետարանի օգնությամբ, որ տրամադրեց գնացի ասա եւ գրավեցի երկրորդ տեղ։ Շնորհակալություն եմ այդում նաև Գևորգ Հովանեսյանին, մեր նախագահին եւ պարոն Աբրամյանին, ջանքեր նաև իրանք էլ չխնայեցին, հասցրին մեզ այս նպատակին։ Արկա ձեռքբերումներով սակայն Արտյոմը չի պատրաստվում սահմանափակվել։ Մարզիչ Ժորա Հովանեսյանի հետ նա շարունակելու է պարապմունքները, պարածանրամարտում հաջողությունները բազմապատկելու նպատակով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունն իրացվեց քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության գործընկերների հետ համատեղ։ Ըստ տեղեկության, իրացնելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ թմրանյութեր ներկրվելու Հայաստան։ Օպերատիվ տեղեկության իրացմանը մասնակցեցին նաև Ազգային անվտանգության ծառայության Սյունիքի ու Շիրակի մարզային վարչությունների, քննչական կոմիտեի ու ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներ։ Հոկտեմբերի 11-ին ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ 43 ու 35 տարեկան տղամարդիկ եւ 39-ամյա մի օտարերկրացի, 35-ամյա տղամարդու եւ օտարերկրացու վարած ավտոմեքենաներով հանդերձ նրանք տեղափոխվեցին քննչական վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված ձեռնությամբ 35-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվեց 3 փաթեթ, ընդհանուր 8 կիլոգրամ 370 գրամ քաշով, դրանից 5 կիլոգրամը մեթամֆետամինի, 3 կիլոգրամ 370 գրամը մարիխուանայի նմանվող զանգվածներ էին, եւ սա դեռ ամբողջը չէր։ Շարունակելով օպերատիվ տեղեկության իրացումը, մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ ներկրելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվեց եւ իր վարած ավտոմեքենայով հանդերձ նախաքննական մարմին տեղափոխվեց մայրաքաղաքի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։ Արդեն հաջորդ օրը դատարանի որոշմամբ կատարված խոզարկությամբ նրա ավտոմեքենայում հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող 2 կիլոգրամ 50 գրամ զանգվածով փաթեթ։ Բոլորն էլ կալանավորվեցին։ Հոկտեմբերի 12-ին դարձյալ դատարանի որոշմամբ խոզարկություն կատարվեց նաև 39-ամյա օտարերկրացու վարձակալած Էջմիածնում գտնվող քոթեջում։ Հայտնաբերվեցին 238 գրամ հերոինի, 144 գրամ ապիոնի եւ 761 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում նույն գյուղի 35-ամյա բնակչի եւ Բալաովիտ գյուղի 33-ամյա բնակչի միջև հուլիսի վերջին տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ, ինչից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդրության նպատակով համագյուղացի 28-ամյա ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա Բալաովիցուն։ Հավաստի տվյալներ են ձեռք բերվել, որ 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստան 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել եւ բնակության վայրում պահել հրազեն, փամփուշտներ եւ մարտական նռնակ։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը կատարել է 33-ամյա Բալաովիցու սպանելու նախապատրաստական գործողություններ, իր մոտ պահելով ապօրինի զենք զինամթերք, նրա տան հարևանությամբ վարձակալել է առանձնատուն եւ հետևելով տեղաշարժին կատարել է լուսանկարահանումներ, սակայն Բալաովիցին հայտնաբերել է նրան եւ ընկերների հետ ծեծի ենթարկել։ Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով Վերին Պտղնի գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը 35-ամյա համագյուղացու հետ նախնական համաձայնությամբ 33-ամյա Բալաովիցուն սպանելու համար փնտրել են հարմար առիթ, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել իրագործել։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում կանխվել է սպանության մտադրությունը։ Հանցավոր խմբի անդամները հայտնաբերվել եւ կալանավորվել են։ Նախապատրաստվող հանցագործության գործիք զենք զինամթերքը հայտնաբերվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։ Ծանոթ